Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Նոր ուսուցիչը տարբերվում էր, նույնիսկ ջիմը մշտապես ծաղրող ապշած էր նրա օգտագործած եղանակներից։ Ուսուցիչն աղոթեց և եկավ երկրորդ ցնցումը։ Եթե ուզում ենք միմյանց հետ լավ հարաբերություններ ունենալ, պետք է դպրոցական նոր կանոններ ունենանք։ Ես ուզում եմ, որ դուք առաջարկեք։ Սրանից ջիմի շունչը կտրվեց, այսպիսի վատ բան երբեք նրա հետ չէր պատահել։ Իրարից չարտագրել։ Շատ լավ է, սակայն օրենքներն արժեք ունեն միայն այն ժամանակ, երբ դրանք չպահելու համար լինեն պատիժներ։ 3 հարված արտագրողին։ Այն ժամանակ աշակերտներին փայտե ծողով էին պատժում։ Ուսուցիչը բոլոր կանոնները գրեց գրատախտակին։ Մի քանի շաբաթ ամեն բան լավ էր, բայց մի առավոտ ուսուցիչը մտավ դասարան։ Նա շատ տխուր էր։ Ձեր գրքերը փակված թողեք։ Ես վատ լուր ունեմ։ Ինչ որ մեկը խախտել է մեր կանոնը եւ գողացել է ջիմի բրդուճը։ Մեղավորը խոստովանելու է։ Բոլորը պահել էին իրենց շունչը։ Փոքրամարմին Թոմը, ով նստում էր առաջին նստարանին, կմկմաց. Ես եմ արել, ես շատ սոված էի և վերցրի այն, ներեք ինձ։ Թոմի ծնողները շատ աղքատ էին և հաճախ ուտելիք չէին ունենում, բայց ուսուցիչը պետք է խիստ լիներ։ Դուք կանոններ եք դրել, մեղավորը պետք է պատժվի, եթե ոչ, այլևս ոչ ոք չի հնազանդվի դրանց։ Թոմ, առաջ արի, 10 հարված գողության համար։ Սպասեք, դա իմ բրդուճն է, ես ներում եմ նրան։ Ջիմ, սա քո կողմից բարի արարք է, բայց գողը պետք է պատժվի։ Ուրեմն ինձ հարվածեք նրա փոխարեն, մի հարվածեք Թոմին։ Լավ, այդպես կանենք։ Կանոնն ասում է 10 հարված, բայց չի ասում, թե ով է հարված ստացողը։ Ուսուցիչը վերցրեց փայտը։ Դասարանն ականատես եղավ, թե ինչպես անմեղ մարդը իր վրա վերցրեց պատիժը, չնայած գողացողը պետք է կրեր այն։ Սա Թոմի և Ջիմի ընկերության սկիզբն էր։ Բոլորն ուշադրությամբ լսում էին ուսուցչին, երբ պատմում էր Հիսուսի մասին, ով իր վրա վերցրեց պատիժը աշխարհի բոլոր մարդկանց փոխարեն։ Ավագ ուրբաթը մեզ հիշեցնում է, որ Հիսուսը անմեղ էր և մեր փոխարեն պատժվեց։ Մենք բոլորս խախտել ենք Աստծո կանոնները։ Դրա համար Հիսուսն իր կամքով համաձայնվեց, որ պատժվի։ Նա իր վրա վերցրեց մահվան պատիժը, երբ մահացավ խաչի վրա։ Ով հավատում է նրան, ազատ է և ունի հավիտենական կյանք։ Զատիկն ապացույցն է, որ Հիսուսը հարություն է առել մեռելներից և ողջ է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIGmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։